Ես կզանգեմ հիվանդանոց բա Արցախոսը միացած կխոսամ։ Այդ տարբերակը քեզ ձեռ տալիս է։ Հա։ Չես անում, թող Կներես։ Ես էլ քեզ չեմ անում։ Լսում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ մեր հիվանդի մասին տեղեկություն իմանալ։ Կմիացնեք ռեանիմացիա։ Սպասեք մի րոպե։ Ռեանիմացիա։ Բարև ձեզ։ Ինֆորմացիա է պետք մեր հիվանդի առողջականի մասին։ Կարող եք հայտնել։ Հիվանդի անուն ազգանունը։ Կարինե Սարուխանյան։ Կարինեն դեռ կոմայի մեջ է։ Վիճակը ներկա պահին կայուն ծանր։ Հավելյալ տեղեկությունների համար նրա բուժող բժշկի հետ պետք է խոսեք։ Լավ, շնորհակալություն։ Ես իմ խոստումը կատարեցի։ Հիմա արդեն քո հերթն է։ Խոսա, Դավիթ։ Ես քո պատասխանն եմ սպասում։ Տղերքի ինչի մասին է խոսացել։ Դավիթ խոսա, ինձ քո պատասխանն է պետք, տղերքը ինչի մասին են խոսացել։ Մտածում էին քնած եմ, դրա համար ազատ խոսում էին։ Ես էլ լսեցի։ Եթե հանկարծ սրան մի բան եղավ, չէ՞։ Առաջինը ես ու դու ենք փորը գնալու։ Այդ ինչի համար ասիր։ Դե գլխի չես ընկնում։ Եթե հանկարծ սրան մի բան եղավ, չէ՞։ Սեմը Վիգենին փրկելու համար մեզ է ժերտվա տալու։ Ամու բերանը փակի։ Քան ինձ բան չես ասել, որի համար սաղ կյանք փոշման ես։ Բայց թե Միրո դու էլ գիտես էլի, որ ճիշտ եմ ասում։ Իսկ դրսում որ խոսացել են, բան չես լսել։ Մերսի, որ խոստումդ կատարեցիր, բայց ինձ լսվեց մի բան կուտես, հաս շուտելով դու մենակ քեզ ես վնասում։ Ոնց հանգստացրեցիր, Վարդան։ Մորֆիում սրսկել։ Նսի արա, ես ամեն ինչ անում եմ, որ աղջիկս կտրեմ ես զիբիլից։ Դու նարկոտիկ ես իրան տալիս, այ ուռոդ։ Շախ մի արա պետք չի։ Հեռու գնարաս։ Հասկացի ես ուրիշ տարբերակ չունեի, շախ։ Ճնշումը 200 էր բարձրացել։ 3 անգամ կորցրեց գիտակցությունը, եթե ես դա չանեի, մենք հիմա կարող է սրբուկին կորցրած լինեինք։
դուրս կորից տեղից։ Տնային պայմաններում դու քո աղջկա չես օգնի։ Միայն կվատացնես վիճակը։ Գնա քանի պատուհանից դուրս չեմ շպրտել։ Ինչքան ժամանակ արդեն։ Մի տարի կլինի։ Բայց ես 2 ամիս առաջ եմ իմացել։ Ես էլ եմ ես դժողքի մեջով անցել շախ։ Ես ամեն ինչի իմ մաշկի վրա զգացել եմ։ Երեք տարի ասեղի վրա եմ եղել նստած։ Բա ոնց թողեցիր։ Փորձեր շատ եմ արել, բայց անօգուտ։ Կլինիկաներում բուժվել եմ, բայց կարճ ժամանակ անց էլի նստել եմ տեղերի վրա։ Բայց ջոգում էի, որ երկար չեմ ձգելու։ 2 անգամ սիրտս կանգնել է, հազիվ են հետ բերել։ Հետո պապան մեկին գտավ։ Իռլանդացի պինդ կոպիտ մարդ էր։ 6 ամիս իր ռանչոյում անցկացրեցի։ Հենց ինքն էլ օգնեց, որ զիբիլից կտրվեմ ու էլ հետ կողմը չնայեմ։ Բայց ինձ հեշտ չի եղել։ Ոնց որ ասացի, իսկական դժողքի մեջով եմ անցել։ Ես չգիտեմ ինչ անեմ, Ռոզ։ Չգիտեմ ոնց օգնեմ աղջկաս։ Քեզ համբերություն ու ժամանակ է պետք։ Իսկ բժիշկը ճիշտ արել հավատա։ Հակառակ դեպքում կարող է աղջիկը հիմա ողջ չլիներ։ Ես պատրաստ էի անվերջ դիմանալ է ցավին, բայց մտքովս չէր անցնում, որ աղբորս կօգտագործեն։ Զենքը դրել էին Լևոնի գլխին, սպառնում են, եթե ճիշտը չասեմ, կսպանեն։ Բայց դու չես ասել։ Հակառակ դեպքում Հավոն ու Լորդը իմաստեղ կլինեին։ Չեմ ասել։ Դու պատրաստ էիր քո եղբոր կյանքը զոհել հանուն մեր ընտանիքի։ Որ ասեմ հակս ըտեմ։ Ես նույնիսկ իմ կյանքը բրկելու համար պատրաստ չեմ աղբորը զոհվել։ Բայց դու չես ասել ու գնացել ես այդ ռիսկին։ Որովհետև չափից շատ լավ եմ ուսումնասիրել Հավոյին։ Նա սկզբունքներ ունի ու երբեք դրանք չի դավաճանել։ Այս սկզբունքներից մեկը
ուրիշի ընտանիքի անդամերին չօգտագործելն է։ Ես վստահ եմ, որ դա բլեֆ էր։ Ոչ մի բանում 100% վստահ լինել չի կարելի։ Դա ռիսկ միշտ կա։ Անկախ նրանից, թե դու ինչ հիմնավորմամբ ես այդ արել։ Ես շնորհակալ եմ քեզնից։ Դու մի անգամ ևս ապացուցեցիր, որ ես քո հարցում չեմ սխալվել։ Ես եմ շնորհակալ։ Իսկ հիմա կարող եմ գնալ։ Ինձ հանգիստ է պետք։ Ես քեզ կճանապարհեմ։ Ստեսություն։ Հաջողություն։ Տղերքը քեզ կտանեն տուն։ Հավենք պինդ են կպել ես գործին։ Բայց մեր դեմ էլ ոչինչ չունեն։ Բայց մենք իրավունք չունենք այլևս սխալվել։ Չենք սխալվի։ Գնա տուն հանգստացի, քեզ կարգի բեր, վաղը բոլոր հարցերը կքննարկենք։ Վիգեն, ամեն ինչ նորմալ է ձեզ մոտ։ Այդքան էլ չէ։ Միրոն Համիկին ա խփել։ Ինչի համար է խփել։ Համիկի իմացել է 3 միլիոնի մասին ու որոշել է մեզ ծախի։ Ես միշտ կարծում էի Համիկը քեզ ավելի հավատարիմ է, քան Միրոն։ Ես էլ էի տենց մտածում։ Բայց Ավոյի տղեն հաստատեց Միրոյի խոսքերը։ Դավիթին ստեղից տանել է պետք, քանի գնում է ավելի ավտանգավոր դառնում ստեղ իր մնալը։ Վաղը մարդիկ կուղարկեմ, նոր տեղ կտանեք։ Իրանք էլ կհսկեն Դավիթին։ Իսկ իրանց կարելի է վստահել։ Հա, նրանց կարելի է։ Եղա ոնց ասես։ Սեթոյից ինչ կա։ Ամեն ինչ նորմալ է, Սեթոն հավատարիմ է մեզ։ Ուզում ես մեռնես, Սարա։ Հանի սրան քանի շատ մարդ չի տեսը։ Հել արա։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ դշոու համերգասրահում
Հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Aqua Caliente-ի The Show համերգասրահում։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկ էլ հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիան, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք, զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentalux։ Ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentalux, գերարդիական կլինիկա, 818 418 5555։ Բարև ձեզ, քուլուքսը ստեղ, հա։ Ստեղ են մազկարակում։ Այո, Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ աշխարհի ամենավերջին տեխնոլոգիայով, որը մեկ օրում կվերականգնի ձեր սեփական մազերը, վերջ ճաղատությանը եւ քաչալությանը։ Դե ինչ, եկել եմ մազերս քուլուքսում կրակեմ, լավ վարպետներ են աշխատում ստեղ, դենանք ինչ ենք անում։ Զանգեք 818 418 1111 եւ ստացեք ձեր մազերը երիտասարդ տեսքը առանց ցավի մաչելի գնով մեկ օրում ձեր սեփական մազերն են աճելու երաշխավորված։ Ես գիտեմ, որ քուլուքսում լավ մասնագետներ են, դրա համար եկել եմ ստեղ։ Քուլուքսը չի պատերել, իմ այս մազերս սա գալու աճելու, ոչ ես էլ եմ աճելու թազա երկեր ենք անելու, ոչ ուժեղ բաներ ասում մեզ։ Ուրախ եմ, որ աղբորս տեսա, շատ ճիշտ որոշում ես կայացրել։ Ասեմ, որ ճիշտ մասնագետներ ես դիմել։ Դե всё, ջիգաներ, հաջողություն, Ժողովուրդ ջան, համեցեք։ Ես գնացի։ I love you։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում է մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Aqua Caliente-ի շքեղ The Show համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում ենք հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Aqua Caliente-ի The Show համերգասրահում։ Թող ասում եմ, թող! Վերեգի տեղը դու շարժվես միջև չասեմ արա։ Սրա ոտերը կապած էր, ինչի համար ես արձակե։
Որովհետև զուգարան ուզեց, ազատեցի, տա վարը խփեց գլխից թռավ։ Արա, դու հասկանում ես, որ ամեն ինչ անում ես, որ քեզանից ազատվենք։ Ինչ ուզում եք արեք, արդեն մեկ է իմ համար։ Սրա ոտ բերան ձեր սաղ կապի ու տակցի պատվալը։ Լսել եմ Եվրոպան նարկոտիկի լուրջ պարծաների հետ ես գործ ունեցել։ Ով է ասում։ Facebook-ը։ Կա տենց բան։ Կոնտակտներդ մնացել են։ Հա։ Քեզ հետաքրքիր չի խեմ հետաքրքրվում։ Հենց ավելորդ հարցեր չեմ տալի։ Պետք կլինի կասես։ Ճիշտ ես տրամաբանում։ Հասկանում ես գործից։ Ճանաչում ես սրան։ Աշվեկեսյան։ Վերջապես քեզ հանդիպեցի։ Կուրսի չէի, որ հանդիպում ես փնտրում հետս։ Թե չէ ավելի շուտ քեզ հետ հնարավորությունը կտայի։ Ես 5 տարի սպասել եմ այսօրվան։ Մի երկու օր էլ կսպասեմ, ոչինչ։ Գարանտիա եմ տալիս քեզ, որ ոտները տնկած ստեից դուրս կհանեն։ Այս անգամ սեմն էլ քեզ չի փրկելու։ Ես քեզ կսպասեմ, ոչ։ Բայց աղոթի, որ այս անգամ քո մոտ ստացվի։ Թե չէ հանգիստ մահ չես ունենալու։ Այդ ես քեզ գարանտիա եմ տալիս։ Լսի, պալյուբոմու տիակ ես։ Ու եթե դեր համար պետք կլինի, որ կյանքս պտի տամ, կտամ։ Ազենք ենք ստացել, որքան տեսել է, թե ոնց են երկուշուկի հետապնդում երիտասարդին։ Ու արտաքին տվյալները համապատասխանում են աղոյի տղուն։ Միասին դիգնենք։ Նոր բժիշկ ես։ Վարդան ուրը։ Ես բժիշկ չեմ։ Ով ես։ Մարդ, ով իր մաշկի վրա է զգացել են, ինչը որ հիմա դու ես զգում։ Հետաքրքիր չի, ազատ ես։ Շատ լավ եմ հասկանում հիմա ինչ ես մտածում։ Հիմա պատրաստ ես նույնիսկ ձեռդ կրծելով պոկես, չէ՞, մենակ թե դոզա ստանաս։ Հա, պատրաստ եմ, որովհետև առանց դոզայի ես կմեռնեմ։ Չես մեռնի։ Կտանջվես, կտարապես, բայց չես մեռնի։ Բայց եթե ստոպ չտաս, հաստատ ոտերդ կձգես։ Քարոզներդ կգնաս ուրիշներին կկարդաս։ Ոնց ես գալիս։ Իսկ քեզ ոնց ա թվում։ Ես խմի, թարմանաս։ Դու խմի։ Այդ շատ կարևոր բան կա, որ պիտի հասկանաս։ Ցանկացած նույնիսկ ամենաստաժավոր նարկոմանը
Երազում է թողնի այդ դրագերը։ Շատ է ուզում։ Բայց մենակ ուզելը քիչ է։ Դու պիտի որոշում կայացնես։ Որ վերջ։ Ստոպ։ Էլ չես ուզում կախվածության մեջ ապրես։ Այդ ժամանակ փրկվելու շանս կունենաս։ Ինձ դոզայա պետք է։ Ու հենց հիմա։ Կներես, բայց այդ հարցով չեմ կարող քեզ օգնել։ Բարի լույս։ Բարև։ Ինձ կներես երեկո համար։ Հասկանում եմ, բայց ես այդ պահին մտածում էի մենակ Սրբուկի կյանքը փրկելու մասին։ Գիտեմ, բայց այլևս ոչ մի մորֆի, թե չէ սաղարասներ ջուրը կգնա։ Պարզ է, դրա համար էլ պատրաստված եմ եկել։ Ես ավելի լավ գնամ Սրբուկի մոտ։ Գնա։ Լսում եմ։ Ես գիտեմ աղբորդ տեղը։ Լսում եմ, ասա։ Սկզբում փողը։ Դու փող չես ստանա, մինչև չապացուցես, որ ասածները ճիշտ է ու այս սաղ բլեֆ չի։ Ուրեմն խոսալու բան չկա։ Սպասի։ Չանջատես։ Լսի, մինչև վերջի ցենտ այդ փողը կստանաս։ Բայց ինձ պիտի մի բան տաս, որ վստահ լինեմ չես խաբում։ Լսում ես։ Կզանգեմ 2 ժամից։ Ինչ ես մտածում։ Սպասենք տենանք ինչ է ասում 2 ժամից, հետո կհասկանանք։ Մարդ չկա։ Դրսում սպասեք։ Հոտը զգում եք։ Հա։ Ինչ որ սուր հոտ է։ Քիմիական մաքրող պինջոցների հոտ է։ Տունը մաքրել են, որ հետքերը կորցնեն։ Մելքոնյան, մկային ներս կանչի։ Ով են ես մարդիկ, առաջին անգամ տեն։ Չգիտեմ, պապան ա ուղարկել։ Դե որ սրանք ստեղ են, մնալը անիմաստ է դառնում։ Այս եմ այդ տարածքը նայենք, իրար կգինենք հարակ։ Վիգեն պապատ գիտի համիկի պավ։ Ու ինչ ասեց։ Ասաց Միրոյին կշնորհավորես միջև պատվոգիրը տանք։ Բայց գիտես որ չհարցնեմ Վիգեն։ Վիգեն։ Զենքը տուր։ Ինչ ես անում Վիգեն։ Ասում եմ զենքը տանի։ Վիգեն։ Զենքը տանի ու տուր ինչ շուտ։
Հիմա երախսը թանի։ Հեսի վեկալ ու կապի քեզ տեղից։ Կասես ինչ է այս ամեն ինչը նշանակում։ Հիմա ինչ անեմ։ Ոչ մի բան։ Ուղղակի կմնաս տեղ։ Չես վստահ։ Մտածում ես Համիկի պես ես էլ կփորձեմ ձեզ ծախեմ։ 3 միլիոնը լուրջ թիվ է։ Բայց ես իմ հավատարմությունը քեզ ապացուցել եմ, Վիգեն։ Որի համար էլ շնորհակալ եմ քեզ։ Բայց դու որ կասկածներից դուրս ելնես, ես էլ հանգիստ լինեմ։ Երկու օր կմնաս տեղ։ Միջև հասկանանք տնանք ինչ ենք անում։ Ճիշտ բան չես անում։ Հնարավոր է։ Կներես։ Հաստատ իրան ես տեսել։ Հա։ Իսկ են երկուսին, որ հետապնդել են, կարող ես նկարագրել։ Չէ, ես նրանց վազելուց եմ տեսել ու մի պահ, երկրորդն էլ փողոցում մութ էր։ Ես մի բան չեմ հասկանում, եթե դեպքը տեղի ունեցել գիշերը, դու ինչի ես մենակ առավոտյան զանգել ոստիկանություն, հա։ Երեք վթար էր եղել ու ամբողջ օրը հոսանք չի եղել, որ հեռախոսս լիցքավորեի։ Դուրս գայիր, հարևաններից հեռախոս վերցնեիր, զանգեիր։ Գիշերվա ժամը 3-ին։ Հա, որովհետև քո պատճառով ենք բաց թողել այդ հանցագործներին։ Լավ, ամստացում եմ։ Իսկ գիտես ումա պատկանում ես տունը։ Ամառանոցի տերերը մի քանի տարի է Հայաստանում չեն։ Ու ով է գնում գալիս, ես տեղյակ չեմ։ Արզա։ Մելքոնյան, զբաղվեց հարցով։ Նա ճշտեք թե ովքեր են ելու մոտ ունեցել ստեղ։ Լավ։ Մամկյան, փորձագետներ են պետք։ Միգուցե հաջողվի ինչ-որ բան գտնել։ Կանչել եմ, ճանապարհին են։ Արդեն 2 ժամ անցավ, մի բան էլ ավել, բապ, չզանգեցին դրանք։ Կզանգեն, եթե ասելու բան ունենա։ Բայց կարող է կամիա հետի։ Ոչ ուզենախ բերի 3 միլիոնից ինչ-որ բան կերի։
Ա